Սիրելիներս, մենք ինչպես ասած ամեն մեկս որպես հայ քրիստոնյա ենք համարվում եւ աշխարհի վրա մարդիկ այսպես թե այնպես Աստված եւ Աստվածներին հավատում, բայց բերեք կենտրոնանանք ավելի մեր այսօրվա մեր ով լինելու, ինչ լինելու մասին։ Եվ երբ դեռ մեզ համար Աստծո իրական կենթանությունը եւ ճշմարտությունը բացված չէր, կասկածում եմ, թե մեզանից որևէ մեկս ոչ միայն այստեղ այս ներկա եկեղեցում, այլ ընդհանուր տարածված որևէ մեկս միգուցե ականջի ծայրով լսել ենք 10 պատվիրանների մասին, որ նման մի բան կա, հազարամյակներ առաջ Աստված այդ պատվիրանը տվեց, բայց երբ Քրիստոս Աստվածը այցելեց մեր կյանքին, եւ մենք կամեցանք, ցանկություն ունեցանք նրան ավելինով ճանաչել, ոչ միայն ինչպես անցյալում միայն բառով, անունով, որ ժամանակ առ ժամանակ Աստված եւ Հիսուս են կանչում, այլ Աստծո խոսքը մեզ համար բացվեց։ Մենք սկսեցինք ընթերցել, սովորել, ճանաչել ու հասկանալ, հավատալ եւ ըմբեռնել երկնքի Հոր Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու էությունը, ներկայությունը, ծառայությունը, ողորմությունը։ Եվ 10 պատվիրաններ այսօրվա մեր նյութը չէ, շատ հաճախ տարբեր առիթներով խոսել ենք, լսել ենք, բայց երբ լսում, որ ինչպես Աստված առաջի 4 պատվիրաններով խոսեց մարդ Աստված հարաբերության մասին, որ մեզ համար բացակայորեն բացահայտված չէր։ Մենք Աստվածապաշտությունը ամբողջովին սկսում եւ սահմանափակում ենք ինչով։ Աստված անունով, Հիսուս անունով, խաչակնքելով։ Դրանից այնքան ոչինչ չկար մեր կյանքի, մեր հավատքի առօրյայի մեջ։ Եվ ինչպես խոսքի սկզբում ասեցի, բնականաբար 6 պատվիրանների մասին ընդհանրապես չեմ խոսում, որտեղ տրված էր մարդ հարաբերության մասին։ Բայց 6 պատվիրանները, որ ինչպես նայում ես ծնողներին հարգել, չգողանալ, չսպանել, ընկերոջ մասին հոգ տանել եւ այլն, այդ բոլորը եթե ամբողջացնենք մի բառի մեջ, Աստված կամենում էր իր երկնային սերը ինչ արել, այդ պատվիրաններով փոխանցել իր ժողովրդին։ Այդ սերը, որ այսօր մենք շատ հաճախ տեսնում ենք, այստեղ ու այնտեղ բացահայտորեն կամ ծածուկ, իրական կամ կեղծ։ Ինչպես հասկացաք, այսօր ուղղակի թանուղակի մի քիչ պետք է խոսենք մարդ եւ մարդ Աստված հարաբերության եւ այդ հարաբերությունը, որ կառուցված է սիրո վրա։ Այսօր մենք եկել ենք աշխարհից, ինչպես ասացի, երբ Քրիստոսը դեռ մեզ այցելություն չէր արել։ Մեր մտահորիզոնը, մեր պատկերացումը Աստծո իրականության մասին շատ ճղճիմ էր, շատ ողորմելի, շատ խղճուկ էր։ Մեզանից հազվադեպ թե որևէ մեկս ընթերցել եւ ուսումնասիրել եւ սերտել ենք Աստծո խոսքը։ Մեզանից հազվադեպ թե մեկս երբևիցե կարդացել ենք հին ուխտը եւ նոր ուխտը, ողջ Աստվածաշի 66 գրքերը։ Եվ բնականաբար մեզ համար ամբողջ էականը ու կարևորը ու արժանակավոր ինչ էր, մարդ հարաբերությունը, բայց դրանով հանդերձ մեզ համար անհայտ էր այդ 6 օրենքները, պատվիրանները, որ Աստված տվել է, որ այդ պատվիրանները, ինչպես ասեցի, Աստված մի կրկին անգամ տարբեր պատվիրաններ բերելով միակ նպատակը սա էր, մարդը մարդուն սիրելը։ Այսօր ես մի օրինակ եմ բերելու, որը խոսելու է ուղղակի թանուղակի սիրո մասին, բայց միջև օրինակս ներկայացնելու մեկ բան եմ ուզում արագ հիշեցնել։ Ինչպես գիտեք, սպորտը ամբողջ աշխարհով մեկ իր արժեքը, իր նշանակությունը, ժողովուրդ կան, հետաքրքրված են, հետևում են տարբեր սպորտաձևերով։ Ամերիկա մի սպորտաձև կա, կոչվում է ամերիկյան ֆուտբոլ, որ երկրագնդի վրա միայն այս Ամերիկայում ընդունված եւ տարածված է եւ խայտարակ ձևով է տարածված։ Մեծ հռչակում ունի։ Սկսում են դպրոցական տարիքից երեխաները, տղա երեխաները, հետո առանձնանում են լավագույնները, մտնում են քոլեջից լավագույնները, արդեն նրանց խաղացողների երազանքն է, որ մտնեն ուր NFL, որտեղ արդեն միլիոններ են վաստակում, աշխարհահռչակ են դառնում, Ամերիկա հռչակ, բայց նաև աշխարհահռչակ են դառնում եւ միլիոնավոր վաստակում են։
Եվ քալեջի թիմերը նաև մեծ նշանակություն ունեն։ Այսօր Ամերիկայում, ինչու՞ չէ նաև Ամերիկայում, այլ աշխարհում եք, բայց Ամերիկայում շատ ընդգծված է ոնց է, որը բարձրագույն բուհերը, քալեջները եւ համալսարանները ոչ միայն իր ակադեմիկ առումով առաջադեմ լինեն, այլ նաև սպորտային։ Սպորտը մեծ դեր ունի։ Հսկայական գումարներ են առանձնացում սպորտային առումով։ Եվ ինչպես գիտեք, Կալիֆոռնիայում մեծագույն բուհերից մեկը UCLA-ն է։ Եվ իմ բերված օրինակ այսքան բացատրությունից հետո UCLA ֆուտբոլի մարզիչի մասին էր, քոչի մասին էր 1970-ական թվականներում Mr. Rogers-ը, որը մարզիչն էր UCLA ֆուտբոլ թիմին, անհաջող տարի ունեցավ։ Պարտության հետևից եւ հետո պարզվեց, որ բոլոր իր ընկերները, այդպես իրեն ծափահարողները, իրեն գրկողները, համբյուրները, իրանից ստորագրություն վերցող միանգամից վերացան իր կյանքում։ Եվ սկսեց տեսնել թերթերում, հեռուստատեսությամբ անverջ իրեն քննադատում էին իր տկար մարզիչ լինելու համար։ Եվ գնալով վիճակը ավելի էր վատանում եւ ընկերները ու հարազատները, այդ սիրասունները հանկարծ չքացան իր կյանքից։ Եվ մի օր իր տանը իր սիրտը բացեց իր կնոջ մոտ, ասեց. իսկապես միակ բանը, որ այսօր ես ունեմ, որ ինձ սիրող ու հավատարի մնացել, իմ շունը սա։ Եվ շարունակեց իր խոսքը կնոջ հետ, ասեց. բայց մարդը քոնե իր կյանքում պետք է երկու հատ հավատարիմ ընկեր ունենա։ Ինը հաջորդ օրը երկրորդ շունը գնեց իր համար։ Որպեսզի ամուսինը երկրորդ հավատարիմն ունենա։ Այո, այսօր չենք ուզում ասենք շան կարգավիճակ եւ ուսումնասիրելու, բայց իրապես այդպես է լինում։ Այս օրվա աշխարհի սիրո չափանիշները, երբ հաջողակ ես մարզական առումով, երաժշտական առումով, կինո աշխարհի առումով, ակադեմիական առումով, բիզնեսի առումով, լեցուն են ընկերները, բարեկամները, հարազատները, ամեն օր զանգեր ես ստանում, ամեն օր հրավերներ, ամեն օր ուզում են գան ու քեզ հետ տեսակցեն, բայց այն օրը, այն չարաբաստիկ օրը, որ կյանքի անիվը սկսում է ձախ պտտվել, քո առողջությունը տեղին է տալիս, քո հաջողությունները, դռները փակում են քեզ վրա եւ ինչպես Mr. Rogers-ի կյանքում հանկարծ ինչ են անում, անհայտանում են այդ բարեկամները։ Այդ մարդիկ, որ ասում են եղբայրս քեզ համար կյանք կտանք, ցավը տանեմ եւ այլն նման արտահայտություններ, ահա իհարկե այս հայկական տարբերակն է մեջբերում անում, հանկարծ չկան էլ, որտեվ դու կորցրել ես, ինչը, քո մարդային արժեքը ոչ, քո հաջողությունը, քո փառքդ։ Ուսի ինչ կարելի է ենթադրել, միանշանակ, կարծում եմ, որ 2-3 տարեկան երեխային, որ ինչ-որ իր մանկական ձևով բացատրես, իր համար եւս հասկանալի կլինի, որ այսօր այս աշխարհքի սերը, ինչ է, կեղծ է, ինչ առումով, որ կախյալ է տարբեր կարգավիճակներից, ոչ թե դու որպես անձ, անհատականություն, այլ քեզնից ինչ են հետևում, ինչ հաջողությունների եւ անհաջողությունների ես ենթակա։ Եվ այդ առումով ես պետք է ընթերցեմ Աստծո խոսքից Հռոմեացիս գրքից շատ զարմանալի ձևով մեր այսօրվա պաշտամունք անցնող եղբայրը մեջբերում բերեց Հռոմեացիս գիրք 12-րդ գլխից։ Ես հավատացնում եմ, որ այն ինչ, որ ես պատրաստում եմ Կիրակի օրերը, նույնիսկ իմ կողակից, իմ երեխեքս, ոչ մեկը, ոչ մի եղբայր կոր, միայն ու միայն Աստված գիտի, թե ես ինչ եմ պատրաստվում։ Այնպես որ այս ամբողջը շատ գեղեցիկ համապատասխան համընկնում է։ Իհարկե իմ մեջբերումը 1-2 համարներից չէր, այդ ուղղությամբ ես մտածում էի, բայց ավելի կենտրոնացա միջանկյալ 12-րդ գլխի, որը պետք է ընթերցենք միասին Roman chapter 12 verse 9, Հռոմեացիս գիրք 12-րդ գլխի, բայց 9-րդ համարից, որը խոսում է բացահայտ ձևով սիրո մասին եւ սիրո Աստվածային սիրո մարդ հարաբերության եւ մարդ Աստված հարաբերության մեջ, բայց այստեղ իհարկե Պողոս առաքյալը ավելի շեշտում է մարդ հարաբերության մեջ, ասում է թող խոսերը առանց կեղծիքի լինի։ Մի քիչ առաջ բերված օրինակը Mr. Rogers-ի կյանքում մենք բացահայտորեն հստակորեն տեսանք, որ ամեն ինչը այդ սիրո, այդ հարգանքի, այդ մեծարանքի ծափարությունների մեջ ինչ կար, բացահայտորեն կեղծիք կար։ Եվ այսօր դեռ 2000 տարի առաջ Mr. Rogers-ի պատմության հետ կապված Պողոս առաքյալը Հռոմեացիս եկեղեցուն ուղղած թղթերի մեջ հետևյալը գրեց.
թող քո սերը առանց կեղծիքի լինի։ Չարը ատեցեք եւ բարին հետևեցեք։ Սերը եւ չարը, այո, սիրելիներս։ Եթե սիրո մեջ կեղծիք կա, ուրեմն նշանակում է, որ քո սիրո հեղինակը ոչ թե Աստված է, այլ Աստծո հոգին է, այլ ցավալիորեն այս համարը մի քիչ ավելի փակագծերը բացելով ներող կլինեք, քո անձն է, որ սնվում է ինչից, ոչ թե Աստվածանից, այլ սրտի ցավով այդ անօրենից։ Որտեւ եթե մեր անձը սնվում էր Աստվածանից, Միսթր Ռոջերսի այդ մեկ տարվա անհաջող մարզիչական կարգավիճակը պատճառ չպետք է լիներ, որ հանկարծ բոլոր իր ընկերներն ու հարազատները չքանան իր կյանքից։ Դա միայն այդ մարդու կյանքում չէր, մեր կյանքում էլ է եղել, մենք էլ ենք տեսել։ Եվ ամենացավալի ու տխուրը նա է, որ այս տողերը Պողոս Սարաքյալը Աստծո հոգուց առած ում ուղղեց հավատացյալներին։ Ինչի համար, որտեղ կասկած չուներ, որ հավատացյալ աշխարհում հավատացյալների մեջ եւս կարող է կեղծ սեր լինել։ Եվ զգուշացրեց մեզի, եւ հիշեցրեց մեզի, որ մենք ինչ անենք, մեր անձը քննենք, որովհետեւ այդպիսին է, եթե մենք չքննենք մեր անձը, չթողնենք, որ Աստծո հոգին ներս թափանցի, եւ մեր միտքը, եւ մեր գաղափարը, եւ մեր սերը, եւ մեր ցանկությունները, որոշումները չվերլուծի մեր մեջ, բնականաբար մենք ինչ կմնանք, մենք ծածուկ կմնանք, մենք մեզանից եւ մարդկանցից, եւ Աստված, երբ չներթափանցես քո ներսիդին ինչ կմնա, այն ինչ որ դու բերեցիր աշխարից, որ կոչվում է խավար, անորոշություն, դատարկություն, մեղք, պակասություն։ Մեկ ուրիշ օրինակ պետք է բերեմ, իրական դեպք է 19-րդ դարի կեսերից այս անձը Hetty Green մեծահարուստ ընտանիքում ծնվեց, բայց ինքը եւս շատ հաջողակ բիզնեսներ էր, բայց շատ չսիրված, որովհետեւ ոչ մեկին չէր խնայում եւ նրա միակ ստանդարտը չափանիշը, այսինքն այս խոսքերը ընդհանրապես հեռու էր նրանից, այնքան հեռու, որ նույնիսկ ինչպես շատերս գիտենք, այսօրվա բիզնեսային աշխարհ Ամերիկայում, Նյու Յորքում կոչվում է Wall Street, այսինքն ամբողջ բիզնեսը ամեն օր քննարկվում է։ Stock market-ը Wall Street է կոչվում, այսինքն այդ ամբողջը այդ փողոցի վրա է, եւ այդպես է ընդունված այս բիզնեսային աշխարհ Ամերիկայում, դե Ամերիկան այսպես ասած ուղղակի թանուղակի որոշում է ողջ աշխարհի բիզնեսը, Wall Street-ը առանձնահատուկ ոչ միայն օրաթերթ կա, այլ նաև այդպիսի կոչում ունի, որպես բիզնեսային աշխարհը։ Նրանք գիտեք ինչ էին կոչում Wall Street-ի վհուկը։ Witch of Wall Street։ Hetty Green։ Hetty Green-ը իրական անձնավորություն էր եւ not famous, infamous millionaire։ Մեծահարուստ էր, բայց չսիրված։ Եվ ուներ ընդամենը մի քանի ընկերներ, թե նրանց ընկերակցությունը ինչ հողի վրա էր, դա արդեն ամեն մեկից հասկանալի է։ Եվ ուներ մի շատ տկեղ շուն, ու միայն իր տկեղությունով չէր սահմանափակում, խայթում կծում էր բոլոր բացի իր տիրոջից։ Մի օր ընկերներից մեկը համարձակվեց, ասեց, Հետի, ինչ կլինի, վազնանցիր, թող գնա այս շունը, տկեղ է, ու նաև բոլորին խայթում կծում է։ Գիտեք նրա պատասխանը ինչ էր։ Ասեց, այս աշխարհի վրա նա միակ անձն է, որ ինձ սիրում է, ոչ իմ փողերիս համար, որտեղ չգիտի, որ ես միլիոնատեր եմ։ Սա տխուր է, բայց իրական է։ Սա տխուր է, երբ որ սերը կառուցված է ինչի վրա, չափանիշների, թվերի, դրամագլուխների վրա, պաշտոնի վրա, արժանի եւ մի կրկին անգամ վերադառնալով Պողոս Սարքյալը ասում է, թող քո սերը պարզ, ուղիղ եւ աստվածանից լինի։ Եվ որպեսի սերը, այդ անկեղծ սերը մեր մեջ կարողանա թև առնի, հասակ առնի, մի բան կա, որ պետք է մենք սկսենք մեզանից։ Մի քիչ առաջ մի թեթև շոշափեցինք, այսինքն վերլուծենք մեր անձը։ Կարողանանք այդ համարձակություն ունենանք, առանձնանանք ու մենք մեզ հետ խոսենք։
որ ես եկեղեցում այս ու այն քրոջը ու եղբորը ավելի եմ սիրում մյուսից, ինչն է պատճառը։ Վերլուծիր։ Մի վախեցիր։ Եթե այսօր չվերլուծվեց, վաղը ինձ ու քեզ համար կդառնա ստրկության շղթաներ։ Մեզ կպակսեսնի, մեզ կտակարացնի, մեզի հոգևոր կյանքից մարմնավոր կդարձնի։ Մենք աշխարից եկածներս, որ ինչպես Աստծո խոսքը ասում է, այս աշխարհում եք, բայց զգուշացեք, որ այս աշխարհից չլինեք, մենք կդառնանք այս աշխարհից։ Մեր կոչումը չի փոխվի, մեր հոգևորության կոչումը, մեր եկեղեցի գալը, մեր աղոթները, բայց մի բան մեր ներսիդին չի ճշտվի, եւ դա մեր ու մեր Աստծո մեջ է։ Աստված տեսնում է մեր ներսիդին, եւ Աստված ուզում է, որ ոչ թե ինքը ներս մտնի, այլ ես ու դու դուրս անենք, որ մեր մեջից դուրս անի։ There is things that might not show at the outside. Բաներ կա, որ մեր ներաշխարհում կառուցված է, որ այդպես հեշտ չի արտահայտվում դրսի աշխարհում։ Դու խոսում ես, ժպտում ես, բարևում ես, գրկում ես, համբյուրում ես եւ կյանքը այդպես անցնում է։ Բայց բաներ կա, որ մեր հոգու մեջ է, թաքնված է եւ մենք կարող ենք տեսնել, մեկ էլ մեր ստեղծող երկնքի Աստվածը։ Եվ Տերը ուզում է, որ մենք կարողանանք համարձակություն ունենանք, որ այն բացական, այն տկարը, այն եսից, այն անձից, այն չափանիշներից, երբ որ անաղարտ սերը չի մեր մեջ հաստատված, մենք կարողանանք դուրս անենք ու Աստծո ոտքերի տակ դնենք։ Եթե ոչ, մենք չենք ձերբազատվի դրանից։ Մեր ամբողջ կյանքում մենք այս աշխարհից չենք տարբերվի, անկախ մեր կոչումներից, մեր պաշտոններից, մեր հոգևոր տարիների փորձառությունից, մեր սերը կլինի Աստծո չափանիշի համեմատ, կեղծ մի սեր։ Ինձ քեզ հետ միասին ներառյալ, անկախ քո հոգևոր իմացությունից, փորձառությունից, դիրքից, պաշտոնից։ Բաներ կա, որ մենք պետք է ժամանակ առ ժամանակ կարողանանք դուրս անենք այս մեր հոգու աշխարհում ու դնենք Տիրոջ ոտքերի տակ, որ մեզանից հանի, որ մենք կարողանանք ձերբազատվենք, եւ դա սիրո չափանիշն է, որ կարողանանք ասել Տերս, սա եմ, պակաս եմ, խեղճ եմ, տկար եմ, ըստարուկ եմ իմ չափանիշների մեջ, ազատիր ինձի։ Ես այս եղբոր այն քրոջը սիրում եմ այս տվյալներից ելնելով, ոչ թե Քրիստոսի սիրով։ Հանիր, որ այդ մեջ միայն ու միայն Տիրի եւ իշխի իմ ներաշխարհում, որ այդպես էլ բացահայտ չի այսօր աշխարհի համար։ Տիրի եւ իշխի միայն Քրիստոսի սերը։ Կարող ենք, մեր որոշումն է։ Եթե կարող ես, Տերը պատրաստ է տալ։ Եթե իր կյանքը տվեց, ինչքան առավել եւս նա կկամենա, որ իր սերը անկեղծ սերը իմ ու քո մեջ ինչ անի, սերմանի, որ մեր մեջից նրա սերը փայլատակի, ոչ թե մեր կառուցած մարդկային սերը, որ ինչպես խոսեցինք։ We have a responsibility to be sure մենք պատասխանատվություն ունենք, որ վստահ լինենք, որ մեր սերը այս ու այն անձի նկատմամբ ոչ թե երեսպաշտությունից, այլ Քրիստոսապաշտությունից։ Հասկանալի է։ Շարունակենք առաջ գնալու։ Եվ դա էր պատճառը, որ երբ այս տողերն էր թողնում մեզ համար, մեր սիրելի եղբայր Պողոսը, Paul recognized that it is easy for the devil to mess up with our minds. Նա հստակորեն գիտեր, թե սատանան իրական է։ Երբ մեզ համար Աստված իրական չէր, Սատանան եւս մի հատ անորոշություն էր։ Մենք տարբեր բառեր ենք ասում, բախտը չբերեց, անհաջողություն եղավ, այսպես եղավ, այնպես եղավ։ Երբ Աստված իրական աստվածությունով հայտնվեց մեր կյանքի մեջ, մենք հասկացանք, որ այդ սիրող Աստծոց բացի նաեւ կա չար անօրեն իրականությունը, որ կոչվում է Սատանա ու թշնամի, որ նրա ամբողջ հարձակումը հոգևոր աշխարհի վրա է, քրիստոնյա հոգևոր աշխարհի վրա։ Նրանք, որոնք ուզում են Քրիստոսի մեջ ապրեն, նրանք, որոնք ծնունդ ունեն նրա մեջ, խոսքս տարբեր կրոնների մասին չէ, խոսքս աղանդների մասին չէ։ Այսօր թշնամու սատանայի հարձակումը Եհովայի վկաների վրա չէ, որտեղ նրանք Քրիստոս Հիսուսին չեն ճանաչում, որպես իրենց Տերը ու իրենց Աստվածը։ Սատանայի հարձակում մորմոնների վրա չի, մուսուլմանների վրա չի, հինդուների վրա չի, բուդդիզմի վրա չի, կոնֆեսիոնիստների եւ բոլոր կրոնների, փիլիսոփայությունների, կոմունիզմի եւ այդ բոլորի։ Նա նույնիսկ ուրախանում է, ծափահարում է, որտեղ դրանց բոլորի հեղինակը ինքն է։
Այդ բոլոր կրոնները կառուցվեցին ինչի վրա, որպեսզի կարողանան ժողովրդին կառավարեն, իշխեն, ստրկացնեն։ Զայր զուտը, գնացեք մի քիչ ուսումնասիրեք, ինչու Մուհամեդը սկսեց իսլամը, ինչու Բուդան, հինդուիզմը, այդ բոլորը ինչու սկսեցին, ինչու կոմունիզմը, եթե իրապես Լենինի նպատակն է, որ ձերբազատվեր ցարից, բայց ինչու կառուցեց կոմունիզմը, որ կարողանա իշխի ու տիրի ժողովրդի վրա։ Կրոնը, ուսմունքը, փիլիսոփայությունը, քաղաքը, այդ բոլորը չի կառուցված Աստծո սիրո վրա, կառուցված է մարդկային եսի վրա, որ կարողանա ամբողջների վրա իշխեն ու ստրկացնեն։ Եվ այդ նույնը այսօր մեր Հայաստանի ճակատագիրն է։ Ռոբերտի նման տականքները, որ մի շարք պնակ լզողներն են, նրանց համար հայ, ազգ, ազգություն, սեր, այդպիսի գաղափար չկա։ Նրանց համար մի բան կա, դիվային աշխարհ, որպես իրենք լինեն բարձրում, իսկ բոլոր ժողովուրդը նրանց ոտքերի տակ ստրուկ, մինչև վերջի շունչը։ Եվ Աստված եւ Պողոս առաքյալը ասում է, սատանան կարող է մեր մտային աշխարհի վրա հարձակվի։ Դու որ երեք Քրիստոսի սիրո մեջ ես, այսօր չի բացառված, որ կարողանաս սատանան քո մտքին մեջ խաղեր անի ու քո սիրո չափանիշները սկսի փոխվել։ Դրա մասին է խոսքը։ Եվ դա է պատճառը, որ ամեն օր Աստված ուզում է, որ մեր անձը քննության բերե։ Մի քիչ առաջ մեր եղբայրը ասում էր, որ դու չես կարող շաբաթից շաբաթ, կիրակից կիրակի, օրից օր ու ժամից ժամ աստվածապաշտությունը։ Եթե քո աստվածապաշտությունը ամեն ժամվա, ամեն վայրկյանի րոպեի չի, մենք կկորցնենք։ Ինչի, որտեղ սատանան անդադար հարձակվում է մեր ուղեղի, մեր մտային աշխարհի վրա, ու անverջ ուզում է, որ մեր աստվածային ստանդարտները հոգու մեջ կառուցված փոխի եւ աշխարհին այս ստանդարտներ դարձնի։ Այն ինչ որ մենք արդեն տարիներ ապրում ենք դրա մեջ, մեզ ուզում է ամեն կերպ վերադարձնի աշխարհ, որ ոչ միայն ենք այս աշխարհում լինենք, այլ նաեւ այս աշխարհից լինենք։ Եվ որպեսզի ես ու դու կարողանանք այդ սիրո մեջ եկեղեցում աստվածապաշտության Աստծո ժողովրդի մեջ մենք կարողանանք մեկս մյուսի նկատմամբ անկեղծ սեր ունենանք, գիտեք առաջի չափանիշ ինչն է, որ երբեք ես սովորեցնեմ ինձ իմ կողքից քրոջ ու եղբորից ինձ ավելի բարձր չտեսնեմ։ Ես ավելի կրթված եմ, ես ավելի Աստծո խոսքին գիտակ եմ, ես քարոզիչ եմ, ես հովիվ եմ, ես տուն ունեմ, ես երկու հատ մեքենա ունեմ, ինքը մի հատ մեքենա, ինչևից է։ Լեցունա, սատանան լիքը ցանկ ունի քեզ համար շարելու ու քեզի համոզելու, որ դու սրանից եթե չէ, բայց մի հատ են գտնի ու մտածության, քոնե մեկին գտիր, որ մի քիչ դու ավելի լավ զգաս, եւ դրանով արդեն մեր հոգեվոր կորուստը եկավ։ Եվ մենք կուլ տվեցինք այդ անօրենի, այդ դառը սերմը ու համոզվեցինք, որ ես այս ու այն եղբորից եւ քրոջից ավելի բարձր եմ։ Եվ այդ գաղափարը եթե քո մեջ նստեց, դու չես կարող ունենաս Քրիստոսի անկեղծ սերը այդ քրոջ ու այդ եղբոր նկատմամբ։ Ու բնականաբար մեր մեջ ինչ կառաջանա։ Մեր մեջ տարբերություն սրան ավելի շատ է։ Մտերմության մասին չի խոսքը։ Ես չեմ պահանջում, որ ամեն մեկս ամեն մեկիս հետ մտերիմ լինենք։ Ո ոչ եւ ոչ։ Խոսքը սիրո, եւ դա էլ հոգու ներաշխարի սիրո, ոչ թե գրկելու, համբուրելու ու ասելու թե ինչպես ես, երև օրդ ինչպես եղավ։ Խոսքը մեր հոգեվոր չափանիշների մասին է։ Եվ այդ հոգեվոր չափանիշները սկսում են ամենայական կարևոր մի հատ ստանդարտից, որ դու փորձես միշտ քեզ տեսնես քո կողքի քրոջ ու եղբորը քեզ հավասար։ Վերջո սա է գաղափարը։ Եթե մենք մեր ամբողջ ուշադրությունը շեղեցինք հոգևորությունից նյութական աշխարհի վրա, բնականաբար սատանան այնտեղ նստած է, որ ասի, այն տեսնում ես, այն քույրը, այն եղբայրը, այն ընտանիքը, այն հարազատը, քո չափ գումար չի վաստակում, քո պաշտոնը չունի, քո նման տուն ու տեղ չունի, քո մեքենան չի քշում ավելի շատ ցածր, քո դիրքը չունի, քո վիճակը չունի, քո ճանաչումը չունի, եւ հենց այդտեղ թշնամին թակարդը ցանեց ու ես ու դու վայր ընկանք այդ փոսի մեջ։ Գիտեք, մի հատ հստակ ճշմարտություն կա, որը ինձ ու քեզ համար շատ դժվար է հասկանալը, բայց երբ որ համոզենք, որ դա Աստծո ճշմարտությունն է, եւ մենք այդ Աստծո ճշմարտությունից պետք է կարճենք, we are all equal in the eyes of God։ Մենք բոլորս հավասար ենք Աստծո աչքով։ Աստծո տեսանկյունով մենք բոլորս հավասար ենք։
անկախ մեր դիրքից, վիճակից, կրթությունից, ինչ ասեմ, չեմ ուզում էլ նորեն կրկին, and that is all that really matter and counts. Երբ որ աշխարհի վերջում, երբ որ ամեն բան վերջանա ու մի նոր սկիզբ լինի աշխարհի երկնքի թագավորության համար, երբ որ Աստծո առջև կանգնես, այս ճշմարտությունով է, որ ոչ մարդությունը պետք է ինչ անի, պետք է չափվի, ու եթե պակաս գտնվեց, չի կարողանա, այդ դռները չի բացվի երկնքի, այդ քաղաքացիությունը ինձ ու քեզ համար կկորցնի իր արժեքը, եթե ես ու դու մեր ապրած կյանքի օրերի մեջ չսովորենք, մենք մեզ դաստիարակենք, թողնենք, որ մեր քո աշխարհը Տիրոջ առջև բացվի, որ մենք ես ու դու հասկանանք, որ մենք Տիրոջ Աստծո տեսանկյունով եւ երկնքից Տերն է մեզ տեսնում է հավասար, ոչ թե տարբեր։ Չի ասում Սարոն մի քիչ բարձր է այն մյուս քրոջից, իսկ այն մյուս քուրը այն մյուս եղբորից։ Աստված երկնքից նայում ու մեզ նույնն է տեսնում, գիտեք ինչի, որտեղ ամեն մեկիս մեջ իր հոգու մասնիկն է դրված։ Նա հոգին է նայում, ոչ թե մարմինը։ Այսօր ես ինչ տեսք ունեմ, սիրուն եմ, երիտասարդ եմ, թե պակասել եմ, տկարացել եմ։ Եվ Հռոմեացիս 12-րդ գլխի 10-րդ համարը հետևյալ ասում. Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցեք, եղբայրասիրությունը։ Իհարկե սխալ չհասկանանք, եղբայրասիրությունը որ ասում է, խոսում է եկեղեցու միաբանության մասին, այնտեղ ներառյալ դահել, ջահել, քույր, եղբայրասիրություն դա գաղափար էր, ոչ թե ֆիզիկական էր, գաղափար, որ եկեղեցուն պետք է միաբան լինի, ինչի մեջ, սիրո մեջ։ Ամենքս մեր կյանք ունենք, մեր աշխատանք ունենք, մեր կրթությունը, մեր ստանդարտները, բայց երբ որ գալիս է որպես եկեղեցի, Աստված ուզում է, որ միմյանց ինչ անենք, հարգենք, սիրենք, եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, որտեվ եթե մենք ուզենանք մեր ուղեղով կառուցենք այդ սերը, չի կառուցվի, բայց եթե հոգով ու սրտով գթասրտությունն է շարժառիթը, այդ ժամանակ եղբորս պակասը իմ աշկս չի մտնի, այլ ես կտեսնեմ իմ եղբայրս ինձ հետ հավասար, որ մեկս մյուսին կարող ենք բարձրացնել Քրիստոսի սիրո մեջ։ Եվ այս համարի առումով ես մի հատ տխուր իրական դեպք պիտի պատմեմ Հենոխտից։ Հենոխտում մենք բոլորս ծանոթ ենք մի այսպիսի անձնավորության հետ, երբ որ Աստված Աննային որդի պարգևեց Սամուելի, երբ որ Սամուելին հանձնեցին տաճարը, Սամուելը փոքր տարիքից հասակ առավ տաճարում, նա Աստծո ձայնն էր լսում։ Եվ այդպես մեծացավ եւ երբ հասակ առավ, դարձավ ողջ Իսրայելի մեծագույն մարգարեն։ Բոլոր խնդիրները, հարցերը Սամուելի առջև են բերում, բայց դժբախտաբար իր երկու տղաները չմնացին իրենց հոր ընթացքի մեջ։ Սկսեցին կաշառք վերցնել եւ ինչ անել, մեկին սիրել ու մեկին քիչ սիրել։ Աստծո օրենքը խախտվեց։ Եվ բնականաբար ժողովուրդ եկան եւ պահանջեցին, ասին բոլոր մեր շրջապատ հեթանոս ազգերը թագավորներ ունեն, ինչու մենք թագավոր չունենանք, եւ պահանջեցին Սամուելին, որ թագավոր ուծի։ Եվ զարմանալի ցևով ոչ թե ինձ ու քեզ համար, այլ աշխարհի չափանիշների համար Աստված երբ որ ընտրում էր Սավուղին, ընտրեց ամենափոքրագույնին։ Ու երբ որ Սամուելը նրան օծում էր որպես թագավոր ու օծությունը երկնքից Աստված տվեց Սավուղին լինելու Իսրայել ժողովրդի առաջնորդը ու թագավորը հիշեցրեց։ Սավուղը ինքը իրեն էր հիշեցնում։ Ես ով եմ։ Ինքը Բենյամինի ցեղից էր, 12 ցեղերից ամենափոքրագույնը։ Դրանով չէր բարբարում։ Ինքը Բենյամինի ցեղի ամենափոքրագույն ընտանիքից էր։ Դրանով էլ չէր բարբարում։ Նա իր ընտանիքում ամենափոքրագույնն էր։ Գիտեք ինչի, որտեվ հերը կանչեց ու ասեց. «Գնա մեր կողմ էշ են կորել, գնա էշը փնտրիր»։ Դա էր իր կոչումը, իր արժեք է տանը մեջ, հասկանում եք։ Իսկ Աստված այդպիսի անարժանի բերեց, օծեց ու թագավոր դարձրեց։ Իսկ ընդամենը տարիներ ու Սավուղը ամեն ինչ մոռացավ։
Սավուխ իր կյանքում ջնջեց Սամուելին, մեծագույն մարգարեին, որ Աստված իր միջոցով Սավուխին հիշացնում էր, զգուշացնում էր, հանդիմանում էր, շտկում էր, ուղղում էր։ Սամուելին վերացրեց իր կյանքից, իր թագավորությունից։ Աստված Դավիթին բերեց Սավուխի կյանքում։ Եվ կար ժամանակից հետո Դավիթը դարձավ իր առաջի ոխերիմ թշնամին։ Ինչի էր այս բոլորը կատարում, որովհետև Սավուխը թույլ էր տվել, որ սատանան առավոտից գիշեր իր մտային աշխարհի մեջ ինչ անի, չափանիշները փոխի։ Ու եկավ օրը, երբ կարդում ենք 28-րդ գլխում, կարդում ենք հայերեն տարբերակը կոչվում է առաջի թագավորած, անգլերեն թագավորը կոչվում է First Samuel։ Եվ այդ գլխի 28-րդ գլխի մեջ առաջի տողերում ասում է Սամուելը արդեն ինչ իր հոգին ավանդել էր։ Իսկ Դավիթը նրա համար ոխերիմ թշնամի էր։ Սավուխը շրջապատած էր թշնամիներով եւ չգիտեր, չուներ հարազատ։ Գիտեք ամենացավալի ու տխուրը որն է, որ մենք ոչ միայն անհաջողություններից ենք կորցնում մեր հարազատներին, եղբայրներին, այլ հոգևոր աշխարհում հաճախ մենք մեր տկարությունները ծածկելու համար ինչ ենք անում։ Այս ու այն քրոջ ու եղբորը հավատարմինների, հոգևորների ինչ ենք անում, մեր կյանքից դուրս ենք անում, որտեղ ամեն անգամ նրանց ներկայությունը ինչ է խոսում, իմ պակասության մասին է խոսում։ Եվ որ մենք սկսում ենք ինչպես Սավուխ վերաբերվել, հետո հանկարծ հայտնում ենք այնպիսի մի կարգավիճակում, որ ոչ մեկի չունենք մեր կողքին։ Ոչ մի քույր ու եղբայր չի մնացել, ինչի, որտեղ մենք ենք դուրս հանել նրանց։ Ինչի համար, որովհետև մեր տկար չափանիշներին համապատասխան չեն։ Մենք ենք տկարացել, նրանց ենք ուզում վերագրել տկարությունը, եւ նրանց ենք մենք դուրս անում մեր կյանքից։ Հասկանում եք, հիմա կյանքը փոխվում է։ Մենք ենք դուրս անում, Սավուխը իր կյանքից դուրս հանեց իր բոլոր հավատարիմներին։ Ինչին, որտեղ ամեն անգամ Սամուելի ու Դավիթի ու նրա նման մարդկանց մոտ իր խեղճությունը, իր տկարությունը, իր անաստվածությունը էր տեսնում, եւ դա ծածկելու համար նրանց դուրս էր անում։ Նրանք դառնում են իր աշկի գրողը, թշնամին, number 1-ը, ուզում էր մի օր շուտ նրանց վեճճացնել, վերացնել։ Եվ այդպես էլ եղավ։ Հայտնվեց մենակ, չուներ ոչ մեկի։ Ուզում եք համոզվեք, որ իրապես մենակ էր։ Ընթերցել ենք ընդամենը մեկ համար, որպեսզի համոզվեք Սավուխի կարգավիճակը, որ չի բացառված, որ որևէ քրիստոնյա կարող է նույնիսկ այդպիսի կարգավիճակում հայտնվի։ Ընթերցանությունը առաջի Սամուել 1 Samuel 28:7 առաջի թագավորաց 28-րդ գլխի 7-րդ համարում։ Եվ ասում է այդ ժամանակ Սավուխը իր ծառաներին ասաց, ինչ ասաց, գնացեք Դավիթին գտեք, այս հոգևորին, այն մարգարեին, ասեց ինձ համար մի վհուկ կին փնտրեք։ Պատկերացնում ես, որ մարդը աստվածապաշտը, Աստծո օծություն ունեցողը ինչքան կարող է Աստծոց հեռանալ, չի բացառված, եթե Սավուխի կյանքում եղավ, իմ ու քո կյանքում եւս կարող է լինել։ Երբ որ մենք փորձում ենք մեր չափանիշները ավելի վերդասենք Աստծո չափանիշներից, Աստված իզուր չի տվել մեկս մյուսին։ Ինչու համար, երբ որ այդ տողերը կարդում ենք, ասում է գթասիրտ եղեք մեկը մյուսի նկատմամբ։ Գթասրտությունը գիտեք ինչն է։ Այն, որ մեկս մյուսի կարողանանք հոգ տանենք։ Մեկս մյուսի տկարությունները ինչ անենք, ծածկենք, աղոթենք, ողորմությունը Տիրոջը մեր միջոցով ինչ անի։ Քո միջոցով իմ կյանքում, իմ միջոցով քո կյանքում, որպեսզի մենք սարքվենք, մենք մշակվենք, մենք մեկս մյուսի հետ շփվելով տեսք ստանանք, արժեք ստանանք, մաս կազմենք այս եկեղեցու։ Ինձ համար մի վհուկ կին փնտրեք, որ գնամ նրան ինչ անեմ, հարցնեմ։ Եվ ծառաները նրան ասեցին, ահա մի վհուկ կին կա Ենդովրում։ Այդպես է։ Սրանք դառը ու տխուր ճշմարտություններ են, երբ որ մենք մեր օծության արժեքը կորցնում ենք։ Երբ որ մեզ համար չափանիշները քրիստոնեական ինչ է լինում, ավելի անարժեք է դառնում, որտեղ մենք մեր անձը ավելի ենք բարձր դասում, քան թե Քրիստոսի սիրուց, քան թե եկեղեցու միաբանությունից, քան թե իմ կողքի քրոջից ու եղբորից եւ այն պարզ ճշմարտությունից մենք բոլորս Աստծո առջև նույնն ենք։
նույն չափը, նույն արժեքը, որտեղ ամեն մեկիս համար իր կյանքն է զոհաբերել։ Եվ վերջապես այդ նույն գլխի Հռոմեացիս 12-րդ գլխի 15-րդ համարում այսպես են կարդում. ուրացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք։ Սա սիրո, սա անաղարտ, անկեղծ Քրիստոսի աստվածային սիրո մասին է խոսում։ Որ երբ որ մեր կյանքում չափանիշները Տիրոջ չափանիշների մեջ է, ուղիղ է։ Եվ որ քրոջդ ու եղբոր տխրություն ու ցավ ու անհաջողություն ես տեսնում, չես գնացնում տուն ասում է, ես տենց էլ գիտեի, որ ինքը պիտի պակասի, որտեվ իմ նման Աստծուն չէր պաշտում, իմ նման չէր աղոթում, իմ նման չէր ծառայում։ Դա սեր չի։ Ու երկնքից երբ որ Աստված տեսնում է նման վերլուծություն, ցավ է ապրում, որ քեզ համար ստրուկ սարո, կորցված մեղքի մեջ թաղված կյանքս տվեցի, դու ինչ իրավունքով ես այն կողքի քրոջ ու եղբորը, որ ասում է նեղությունով ու դժվարությունով քո չափանիշներով չափում, երբ որ ես եմ նրա համար իր կյանքս տվել։ Ուրախացեք, ուրախացեք ուրախացողների հետ եւ տխրեք տխրողների հետ, լաց եղեք լացողների հետ։ Սա է այն գեղեցիկ անկեղծ Քրիստոսի Աստծո չափանիշը։ Եվ հաջորդ համար ասում է 16-րդ համարը միմյանց նկատմամբ նույն վերաբերմունքը ունեցեք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմունք ունեցեք։ Մեծամիտ մի եղեք։ Մի քիչ առաջ մի քիչ ժամանակից ասելով առաջ այդ մասին խոսել։ Մեծամիտ մի եղեք, այսինքն քո անձը մի բարձրացրու ուրիշից։ Մեծամիտ մի եղեք, այլ խոնարհների հետ շփվեք, ինքներդ ձեզ իմաստուն մի համարեք։ Այդ աղքիրա որ Պողոս Աքյարը ինչպես է ուղղում, խոնարհների հետ շփվեք։ Այսինքն եկեղեցում, այսինքն այս աշխարհում, այսինքն ամեն ուր կլինեն նաև հպարտներ, ամբարտավաններ, հոգևոր թե ոչ հոգևոր, զգուշացիր նրանցից։ Իսկ թող ընտրությունը քո որոշումը լինի ոչ թե ինչ չափի է, ինչ կարողության է, ինչ դիրքի է, ինչ սոցիալական հասարակության արժեքավորում ունի, այդ թող քո չափանիշը լինի նրա մեջ ինչքան Քրիստոսի սերը ու խոնարհությունն ես տեսնում։ Բռնիր նրան ու նրա հետ հարազատ եղիր, մոտիկ եղիր, ընկեր եղիր, քույր ու եղբայր եղիր, որովհետև նրա խոնարհությունը ինչ կանի, ինձ էլ կփոխանցվի։ Նրա խոնարհությունից ես էլ լեցուն դասեր կունեմ սովորելու։ Սա է Պողոս առաքյալի սկզբունքը։ Այլ խոնարհների հետ շփվեք, ինքներդ ձեզ իմաստուն մի համարեք։ Ես մի հատ արագ պատմություն պետք է պատմեմ եւ դրանով կանք ավարտի։ Մի քիչ ժամանակը երկարի, բայց ուզում եմ որ Թոմաս Ջեֆերսոնը Ամերիկայի երրորդ նախագահն էր, ոչ միայն երրորդ նախագահն էր, պրեզիդենտը, այլ նաև անկախության հեղինակն էր, որ գրի առնվեց եւ դրանով կառուցվեց այս երկիրը բոլոր հավատքի հիմունքների վրա։ Այսօր շատ աղավաղված ենք տեսնում։ Թոմաս Ջեֆերսոնը մի խումբ իր ընկերների հետ նա արդեն նախագահ էր։ Ասում է շրջում էին Ամերիկայում, ինչ որ տեղ էին գնում, traveling, ճամփորդում էին ձիերի վրա։ Հասան մի տեղ, որը սպասում ունեին, որը պետք է կամուրջ լինի եւ կամուրջով անցնեն, բայց դժբախտաբար ջուրը հորդարած ժամանակին անցել էր ու կամուրջը փլզել էր։ Ջուրը գետներ եւ միակ ճանապարհը, որ այդ գետը պետք է անցնեին։ Եվ իր հետի ընկերներից մի քանիսը ձի վրա կարողացան մի կերպ դժվարությամբ հաղթարել եւ գետի մյուս կողմն անցնել։ Երբ եկավ Թոմաս Ջեֆերսոնի ժամանակը, մի հետիոտն էր ասում այդ կողմից եւ բնականաբար ուզում էր նաեւ կամուրջն անցնել։ Մոտեցավ այնտեղ հardadեր մի խումբ կային, որ պետք է գետը անցնեին։ Մոտեցավ Թոմաս Ջեֆերսոնին եւ ասեց. «Ինձ քեզ հետ գետը կանցկացնես»։ Թոմաս Ջեֆերսոնը ասավ. «Բարձրացիր ցիս»։ Եվ երբ որ մի քանիսը հաջողվեց, Թոմաս Ջեֆերսոնի այդ անձի հետ նաեւ կարողացան անցնել հաջողակ բոլորը գետը մի նեղությունը դժվարությունը անցան մյուս կողմը։
Մեկը այդ խմբից մոտեցավ այդ հետիոտին, այդ օտարականին ու հարցրեց. Tell me, ասա ինձի, why did you ask the president to take you? Ասեց, մենք մի խումբ ձիավորներ էինք նրա հետ, ինչի դու հանձամ մոտեցար նախագահին, երբ մարդը լսեց, որ նախագահին է խնդրել, այդպես սարսափեց, դժվարացավ և խոստովանեց, բացարձակապես ես գաղափար չունեի, որ նա այս երկրի նախագահն է։ Եվ շարունակությունը լսեք։ Այն ամեն ինչը, որ ես գիտեմ, որպես հասարակ մի մահկանացու մարդ։ Ամեն մարդու, որ երբ որ դու դիմում ես ինչ-որ հարցումով և խնդրվածքով, մինչև դիմելը այդ մարդու ճակատի վրա գրված է yes or no։ Նրա դեմքի դիմագծերից, նրա վերաբերմունքից, նրա խոսելաձևից, նրա պահվածքից դու արդեն գիտես, որ անկախ քո հարցադրումի պատասխանը կամ այո է լինելու կամ ոչ։ Ասում եմ նայեցի ես Թովմաս Ջեֆերսոնի ճակատի վրա մեծ yes էր գրած։ Եթե այդ մարդու կյանքին մի քիչ ծանոթանաք, կհասկանաք, թե այս օրինակ ինչքան ճշգրիտ օրինակ է, որ ինչքան կյանքը զոհաբերել այդ մարդը ոչ միայն նախագահական պաշտոնի համար, ինչպես այսօր եւ տեսնում ենք նույնիսկ շարքային քաղաքական գործիչները, այլ ինչ է նշանակում կյանքդ կարողանաս տաս ուրիշների համար։ Ասում է, այդպես է այս կյանքում։ Մարդկանց նայում ես իրենց ճակատի վրա տեսնում ես գրած yes, or գրած no։ Եվ այդ ես, նրանց ճակատի վրա դաջված եսը, նրանք գիտեք ովքեր են։ Նրանք, որոնք ամեն իրավիճակում կարող են ինձ ու քո կողքին լինեն, հաջող թե անհաջող, տխուր թե ուրախ։ Regardless of the pain and suffering you are, անկախ թե ինչ իրավիճակով ես անցնում, դու հայտնվել ես այդ իրավիճակում բառից բուն իմաստով քո մեղքի ու քո տգիտության պատճառով դարձյալ այդքանով անդերձ նրանք պատրաստ են քո կողքին լինելու, քեզ համար աղոթելու։ They are even supportive when you fail or sin։ Նրանք քո կողքին են ու սիրում են ու շարունակում են սիրել, նույնիսկ երբ դու ընկնում ես մեղքի ու տկարության ու պակասության մեջ։ Եվ նրանց միակ նպատակը they want to help you, bless you, օգնել քեզի եւ քեզ բարձրացնել եւ քեզ համար քաջալերանքի պատճառ ու միջոց լինել։ Այս բոլորը միանշանակու մասին է խոսում։ Եթե ոչ, այդ փառավորած Հիսուս Քրիստոսի մասին, որ նրա իր ամբողջ կյանքի նկարագիրը միանշանակ մեկ բան էր, որ մենք երբ ընկած էինք, կորցված, մեղքի մեջ թաղված, նա մեզ չթողեց։ Նա չմտածեց ես Աստված եմ, սրբության սրբոց, այս մեղավորի, այս տակարի, այս անմիտի հետ ինչ ունեմ։ Նա եկավ, նա մեր կողքին մնաց ու այսօր մեր կողքին է, մեր բոլոր պակասությունը տկարությամբ հանդերձ միանշանակ մեկ նպատակի համար մեզ ոտքի կանգնեցնի։ Հիսուսի անունը փառավոր լինի։ Ամեն։